լուսինքույր, աշխատսու լապտապը։ Աստուծո օգնությամբ մեր այսօրվա նյութը պիտի ըլլա քրիստոնեական դնդեսություն։ Մենք կխոսենք թարց առաստված եւ վեր արած ենք մեծ բահոց նյութերը եւ այս գիրագի մեր եկեղեցին ալ գիշադագե անիրավ դնդեսին արագը։ Աստծո սրբազան խոսքեն պիտի գարտամ Ավետարանս Ղուգասու 16-րդ գլխուն առաջին 13 համարներ։ Անունհոր եւ Որդվո եւ Օգուին Սրբո ամեն։ Իր աշակերտներուն ալ ըսավ. հարուստ մարդ մգար, որ դնդես մը ուներ։ Անոր վրա քանքատ եղավ իրեն, որպես թե իր ունեցածը կփճացնե։ Ուստի գանչեց Սանիգա ու ըսավ անոր. ինչ է այս, որ քեզի համար գլսեմ։ Քու դնդեսությանդ հաշիվը դուր։ Վասնզի ալ չես կրնար դնդես ըլլալ։ Դնդես իր մտքի մեջ ըսավ. ինչ ընեմ, որովհետև իմ դերս դնդեսությունը իզմեգարն է։ Հողակորձություն չեմ գրնարնել, մուրալու գամչնամ։ Գիտեմ ինչ պիտի անեմ, որբեսի եւ իմ դնդեսութենես համվիմ, զիս իրենց դունը ընդունին։ Իր դիրոջ բարդականները մեգիկ իրեն գանչելով ըսավ առաջինին. Տուն իմ դիրոջս որ չափ բարդ կունիս, անալ ըսավ 100 մարդ, ըսավ անոր քիրդ ար ու շուտով նստե 50 կրե։ Ետքը մույսին ըսավ տուն որ չափ բարդ կունիս, անիգա ըսավ 100 կորցորեն, ըսավ անոր քիրդ ար եւ 80 կրե։ Դերը անիրավ դնդեսը կովեց, որ խելացիությունով ըրավ։ Բասնզի աս աշխարհի որդիները իրեն ցեղին մեջ լուսով որդիներեն ավելի խելացի են։ Ես ալ ցեզի գսեմ, անիրավ մամոնային ցեզի բարեկամներ ըրեք, որբես երբ անիգա բաքսի ցեզ հավիտենական բնակարաններում մեջ ընդունին։ Ան որ քիչ բանի մեջ հավատարիմ է, շատի մեջ ալ հավատարիմ գլա, եւ ան որ քիչի մեջ անիրավ է, քիչի մեջ ալ անիրավ գլա։ Ուստի եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չլակ, ճշմարիտ հարստությունը ով պիտի դա ցեզի։ Եթե օդարին բանի մեջ հավատարիմ չլակ, ցերը ով պիտի դա ցեզի։ Ձարամը չի գրնար երկու դերերու ծառայություն ունել։ Բասնզի գամ մեկը պիտի ադե եւ մույսը սիրե, եւ գամ մեկուն պիտի հարի եւ մույսը արհամարե։ Չեք գրնար ծառայել Աստուծո ու մամոնային։ Քույրեր եղբայրներ, քրիստոնեությունը գոչում է սրբության։ Ոմանք կսեն ես ասին ծառայությունը ընելու գոչում ունի։ Բայց բոլոր քրիստոնյաները գոչումով գանչված են սրբության եւ նաեւ քրիստոնեությունը հանցնառություն է դնդեսության։ Բոլորս դնդեսներ ենք։ Ինչպես սրբությունը, նույնպես ալ դնդեսությունը հadoop կարևորություն ուներ Հիսուսի ուսուցման մեջ։ Հիսուս դնդեսության ուսուցումն ալ ներկայացուց երկու նշանավոր արակներով եւ ներկայացուց անոնց թրական եւ ժխտական օրինակները։ Օրինակ ներկայացուց հավատարիմ եւ անհավատարիմ դնդեսը իր արագի մեջ եւ իմաստուն ու չար դնդեսները։ Անշուշտ ակնարկս Հիսուսի ընդհանուր դնդեսության ուսուցման համար է, որ մենք կգտնենք Մատթեոսի 24-րդ գլխուն, 25-րդ գլխուն եւ ուշագրավ գերբով Ղուգասու 16-րդ գլխուն մեջ։ Հիսուս անիրավ դնդեսին արագը սիրելիներ իր աշակերտներուն պատմեց։ Անցյալ գիրագի ինչսինք անարակ որդին արագը որու պատմված էր մենց եղբոր փարիսեցիներուն, բայց այս արագը աշակերտներուն է։ Թեև փարդ բաժին մգա այս արագին մեջ, որովհետև դերը անիրավ դնդեսը քովեց, որ խելացիությունով ըրավ, ինքը խորքի մեջ անիրավ դնդեսը անհավատարիմ գտնվեցավ իր վարպետին, բայց դերը քովեց իր խելացիությունը։ Բայց եւ այնպես աշակերտները շատ լավ հասկացան Հիսուսի ուսուցումը։ Փարդ է, սակայն անհասկանալի չէ։ Մենք այս արագի պատմվելուն պատճառը չենք գիտեր։ Ընդհանրապես Հիսուսի ուսուցումը եւ հարցումներու պատասխանը որոշ արիթով, որոշ հարցումներու, որոշ թեփքերու պատասխան մնե։ Բայց այս արագը այդպես չէ։ Արդյոք անարակ որդին հետ գաբ ունի, չենք կրնար վճռել։
Ղուկաս Ավետարանից երբ որ գլրացնե իր պատմությունը անարակ որդին եղբայրը ներկայացնելու, ետքը քրած է եւ ըսած է եւ ըսավ Հիսուս իր աշակերտներուն։ Ինչ էր արիթը չենք գիտեր, բայց մեկ բան գիտենք, որ այս արագին ուսուցումը անհրաժեշտություն է։ Շատ կարևոր է յուրաքանչյուր հավատացյալի համար։ Ով է այս դնդեսը, որ Հիսուս իր մասին խոսեցավ այս արագի մեջ։ Աշխարհիկ անց մնե, բաշտոնյա մնե, դնդես մնե, եւ ցեզի վստահեցնեմ, հավատացյալ չէր։ Իսկ ինչ էր այս դնդեսին հանցանքը, որ դեր իրեն դնդեսութենեն դուրս տրավ, դնդեսությունը իր մե արավ։ Այս բարը բեք չէ մորնանք, այս հատվածը լավ ճանչնալու համար։ Այս դնդեսը իր դիրոջ ունեցածը գփջացներ։ Ինչ էր հանցանքը, գփջացներ ինչ որ իր դերը ուներ։ Իսկ ինչ էր այս դնդեսին խոհեմությունը, զոր դերը քովեց։ Անիրավ տրամեն, իրը չեղած տրամեն, իր աբական աբահովեց։ Գսվիտ է այս դնդեսը խոհեմ էր, իմաստուն էր, ասկերաչեսին անտելիասի թարգմանությունը գսե ջարբիգ է, զանազան հատկանիշներ, հոմանիշներ հիշված է։ Տրամ մգար, որ իրենը չեր։ Եբ դնդեսութենեն դուրս պիտի տրվեր, այնպիսի ջարբիգությամբ մը կործածեց, որ եբ դնդեսութենեն դուրս ելավ, բարաբության մեջ չմնաց։ Այս էր իր խոհեմությունը։ Իսկ ինչ պատվիրեց Հիսուս իր աշակերտներուն այս արագի ուսուցումով։ Ասիկա արագ է, աշխարհիկ անցիմը պատմությունն է, մեզի եկած տասը այն է, խոհեմություն եւ հավատարմություն տրամի կործածության մեջ։ Մեծամ մասամբ աշխարհիկներ եւ նաեւ հավատացյալներ իրենց ունեցած նյութականի դակնաբը նյութականի բագասութենեն չէ։ Նյութականի սխալ կործածութենեն է, մեծավ մասամբ։ Որտեւ երբ որ գտեսնես, գխորիս կամ գխոսիս իր հետը իհայտ կուքա թե տրամը սխալ կործածված էր եւ ոչ թե շատ քիչ էր։ Նախ ճանչնանք թե ինչ է դնդեսությունը։ Դնդեսությունը հանցնված, թեմինին վստահված բաշտոն է, շահարգելու դերոջ կորձը, ըստիսմար ընելու, ինվեստ ընելու վարբեդիտ կորձը, դնդեսը բաշտոնյա է։ Դնդեսեն կբահանջվի հավատարմություն եւ իմաստություն։ Գարկմը դնդեսներ շատ հավատարիմ են։ Հանդիպած եմ եւ մեգումը Պերնովար լսած եմ։ Հայտնի մեծը հարուստ մգար Հալեբի մեջ, իր դղան մեր հաջախորդ եղավ։ Օրը ինձի իր հորը խանութը ղրգեց եւ իր հորը խանութը դնդես մգար։ Քովը կացի եւ կորձս չլուծվեցավ։ Վերադարձա։ Հաջախորդիս ասի թե այսպես է։ Ասավ գիտեմ, առաջինը չէ։ Շատ հավատարիմ է ասավ իմ վարբեդիս դնդեսը։ Բայց ասավ իր կովեն որոշում չառներ։ Կորձը գես կմնա։ Ինձի վարբեդս ասավ ասանք ըրե ումի այն։ Դնդեսեն գբահանջվի հավատարմություն եւ խոհեմություն եւ այս մեկը սիրելիներ պատասխանատվություն է։ Եվ նաեւ դնդեսը միշտ հաշվետու է իր դիրոջ։ Անպայման։ Գիտեք այս օրերուն հաշվետվությունը քիչ մը դժվար խնդիր է։ Երբ կգանչես տեմինը գսես հաշիվը ներկայացուր, ինչու՞ չես վստահիր։ Ոչ։ Դնդեսական ծառայությունը ունի իր հաշվետուն, որովհետև մենք բոլորս նաև հաշվետու ենք իրարու։ Դնդեսությունը ո՞ե ժամանակ գրնա առնվիլ։ Թերևս կու ճուզած ժամանակիդ մեջ լա այդ մեկը եւ կամ անագնգալ գերբով։ Այսինքն իսկական դնդեսության
կոնտրատը բաց է։ Դեռ արջևս 11 ամիս կա, ոչ։ Ինչու այդպես է, որբեսի դնդեսը արթուն եւ զգուշը լա, մեկ վարյանեն մույսը գրնա կորձեն դուրս նետվիլ։ Իսկ ինչ է քրիստոնեական դնդեսությունը։ Քրիստոնեական դնդեսությունը բոլոր քրիստոնյաներուն հանձնված եւ վստահված ավանտ է։ Ավանտը այն արարգան է, որ թեմինը քեզի գուտա կորձածելու ետ վերադարձնելու պայմանով։ Իսկ սուբկրային ավանտը հավատացյալներուն վստահված Աստուծո խոսքն է, որ Հիսուս մեզի իր խոսքը գուտա, մեկ սերունդ է մույս սերունդ կփոխանցվի եւ գուկա սերունդը որում մեջ դուն գաբրիս, քեզի Աստուծո խոսքը կվստահվի, կհանձնվի, գաբրիս, կկործածես եւ երբ ժամանակը գուկա երկրորդ սերունդին կհանձնես։ Քուետ բալադին վրա քրությունը գրված է արաբերենով, որ երբ Քուեթի իշխանը աթրնեն ներս մտնե ամեն անգամ գարտա Լաուդեմետ մեուսլտլակ։ Եթե ուրիշին մնացածը լար արդեն քեզի պիտի չի հասներ, քուկի դալ չէ։ Դունալ պիտի հանցնես։ Քրիստոնեական տնտեսությունը շահարգություն է դեր Հիսուսի դաղանտներուն, որ քեզի հանցնված է։ Մեր դերը մեր ցերկը դաղանտներ դված է, որբեսի մենք անիգա շահարգենք։ Եվ նաև քարոզելու եւ սիրցնելու հիմա պիտի ասեմ ներգայացնելու մենք ավետարանը ներգայացնել է առաջ պետք է ավետարանը սիրցնենք որովհետեւ այս է մեր պաշտոնը հիմա այստեղ քրությունը պիտի տեսնենք դնդեսին հավատարմությունը իրեն թակով գբսագե եւ հավատարիմ ես գարժանանաս թակին, իսկ դնդեսին անհավատարմությունը զինք թահճաբեդին գհանցնե։ Այսինքն պանտ կերտաս և հոն հաշիվըտ գուդաս։ Այսօր դնդեսի արագի մեկնապանությունը բիդի չի ընեմ։ Այլ քրիստոնեական դնդեսության երկու կորձոններուն մասին բիդի խոսիմ, ինք երեք երբաց մեկ հատը խնայեցի։ Բիդի խոսիմ տրամի դնդեսության և ժամանակի դնդեսության վրայով։ Առաջին տրամի դնդեսությունը։ Անիրավ դնդեսի արագի մեծ սիրելիներ Հիսուսի գետրոնացումը տրամի դնդեսության վրա էր։ Մի զարմանակ, որ Հիսուս ուրիշ քարոզիչները ավելի տրամի մասին խոսած է։ Բայց բոլոր Քրիստոսի քարոզներուն և արակներուն բսակը տրամի առնչությամբ դնդեսին արակն է։ Արագին լույսին դակ Քրիստոսի դնդեսը սիրելիներ լավ գիտակցելու է, որ իր ցերքի տրամը ժամանակավոր է։ Մենք որպես քրիստոնյաներ այսօր գիտակցելու ենք ժամանակը առաջ չգար այդ տրամը։ Հիմա գա ժամանակ պիտի կա, որ տրամը պիտի չի գտնվի։ Մի մորնար, որ չգար, մի մորնար քու տրամըդ exchange ընելու, փոխելու, այսօր ներգայի Սուրյո մեջ վիճակ մգավոր իրականություն է, որը որ ցերկը սուրյական անցնի ինչ կնե, exchange կնե, հագարակ ծևով մը գփոխե, քիչ է դոլար գարնե, շատ է ոսկի գարնե, ացեզի խրատվը։ Եվ մի մորնար, որ ժամանակավոր տրամը օրմը քու ցերկետ բիդի արնվի։ Քրիստոնյա դնդեսը գիտակցելու է, որ իր ցերքի տրամը ժամանակավոր է եւ իրեն տրամ շնորհող դերը հավիտենական է։ Ասիկա շատ կարևոր է։ Քրիստոնյա դնդեսին բարդականությունն է, որ իր ցերքի տրամը շահարգելով հոգևոր եւ հավիտենական հարստությունը շահի։ Հիմա մենք քիչ առաջ ասենք մենք կուկանք դգար եւ անվստահելի տրամը զորավոր եւ քիչը մարդկորեն վստահելի ոսկիին կամ դոլարին exchange կնենք կփոխենք։
Բայց Հիսուսի ուսուցումը ան է, որ մենք տրամի կործածությունով հավիդենականը շահինք։ Այս շահարգույդը խոհեմություն և հավադարմություն կպահանջի։ Խոհեմություն չփճացնելու, որովհետև անիրավ դնդեսը իր դիրոջ տրամը կփճացներ։ Ասեմ ցեզի, շատ մը հավատացյալներուն տրամը փճացած է սխալ կործածությամբ։ Եվ շատ մը հավատացյալներուն տրամը փճացած է երբեք չի կործածելով։ Ոմանք ալ երբեք չեն կործածեր։ Ինչ կլա տրամը կփճանա։ Խոհեմություն, այսինքն ճիշտ որոշումը, ճիշտ կործը, ճիշտ ժամանակի մեջ ընել։ Դնդեսությանդ մեջ ընել։ Հավատարմություն տրամին քերի չլալու։ Երբ հավատացյալը տրամին քերին լա, տրամը զինք կգարավարե եւ կգործընծնե դերոջ շահը։ Տրամին ուզածը գնես։ Տրամին ուզածը ինչ է։ Թիզե։ Ինչ կգործընծնես դերոջ շահը։ Տրամը աշխարհի զորավորակույն ուժերեն մեկն է, որ իր մեջ ուժը ունի, երբ այդ մեկը ոտքերու դագն է, ինքը քեզի վեր կփաշրացնե։ Բայց երբ գլխուդ վրա դեր է, քու վրատ գիշխե եւ քեզ գստորնացնե։ Տրամը այն փորձությունն է, որ ցույց պիտի տա, որ տուն զայն ընդրած ես իբրև դեր, տրամը դերը դարձուցած ես, ասի փորձությունն է, որ ցույց կուտա, եւ գամ դերդ ընդրած ես իբրև դնդես տրամովդ Հիսուսի ծառայելու։ Մեր կործածության մեջ սիրելիներ ի հայտ կուկա, որ մենք որու ընդրած ենք։ Փորձության պատկամի մեջ ինչ ասենք, փորձությունը ընդրություն է, էկոմն է, որ ներքին վիճակը ցույց կանե։ Տրամի կործածությունը ցույց կուտա, որ մենք տրամը ընդրած ենք, թե մեր դերը։ Տրամըդ խնայողությամբ կործած է եւ արադությամբ շահարգ է։ Խնայե ծախսելու ադենդ արադացերն եղիր։ Ես եկ որ վիկին հետ նշանվեցա, մայրաբեդի մծանոթացանք, թերևս ձեզ ոմանք լսած են աստեպքը, աս մայրաբեդը բավականին ձերուկ էր, անունը Ֆիլիսիթե էր։ Շատ բան լսեցի այս մայրաբեդին մասին եւ մինչեւ այսօր այս մայրաբեդին նյութը մեր դունի մեջ կլա։ Ոչ թե դիկնոջս եւ զոկանչիս, այլ մտքիս մեջ նա տրոշմվեցավ։ Այս քույրը Ազիզիայի միապանության քույրերու անդամ էր եւ այս միապանությունը իրենց մայրաբեդներուն ամեն ամիս մեկ գաղաբար օջար գտար, որովհետեւ լվացվին լոկնան եւ այլ։ Եվ այս մայրաբեդը ամսվան վերջավորության գերտա մնացյալ մայրաբեդներուն հալած բզդիկ Միս մայրաբեդ քույրերուն օջարը գարներ, անորետ կլոկնար եւ իր նոր գաղաբարը տարիներ առաջ լյուքս ֆան, որ անուն ուներ, գբահեր։ Եվ դեկտեմբերի վերջավորության, երբ որ գերտար համես շրջաններ, գիրակնորիայի աշակերտներուն մեգական գաղաբար լավ վաճարանիշով օջարը գնվիրեր եւ բզդիկները գուրախանային։ Իր ունեցած օջարը խնայեց եւ իր ունեցած օջարը շահարգույթ դրավ Աստուծո թագավորության մեջ։ Եվ մինչև այսօր այդ օջարին հոդը մեր դունի մեջն ալգա։ Ուրիշ բանը եւս ասեմ, որ շատ լավ դպավորվեցա։ Մոտավորապես 28-30 տարի առաջ, երբ Կիրակնորիայի դասընթացքի դասախոսությանը ներկայի, մայրաբեդ մի եկած էր Դանիմարկցի, Տոշնոսփույնեն, որ Քարեն Եփե Ջեմարանի մայրաբեդուհին,
որ առաջ հոնդեղ որ բանոց էր, մեր մեծ մայրը մեզի կբատմեր, որ դղաս առաջ հոն Մարյանոց էր, որ բանոց էր, վերջը բան եղավ, դպրոց եղավ, այդ միապանութենեն էր։ Եվ ինքը իր կյանքը ամբողջությամբ նվիրած էր մանուկներու ծառայելու։ 7-8 տարեկան եղած ադենը օրը իր հորը գսե որ հայրը գսե ինձ տրամ դուր գիրանորիային բիտամ։ Հայրը գսե ատ տրամը տուն բիտաս։ Կու տրամ էդ բիտաս։ Գսե ես տրամ չունիմ, չէ, գսե ունիս։ Գսե հայրիկ տուն ինձ տրամ չես տված։ Հայրը գսե աղջիկս կու տրամ էդ դուր։ Աղջիկը գսե ինչպես։ Դես գսե աղջիկս տուն թեյի կավատին մեջ 6 տկար շաքար գտնես։ Գսե այո, գսե երկու տիր։ Երկույով է, երկու տկար շաքարով է թեյը գխմի։ Աղջիկը գսե գսե 4 տկալը խնայ է։ Եվ գիրագի օրը ես քեզի 4 անգամ 7 տկար շաքարին տրամը գուդամ, գերտաս գիրանորիային գուդաս։ Աղջիկը գամացայնի, խնայողություն գսորվի, դալը գսորվի, եւ գերտա գիրանորիային գուդա։ Եբ մեծավ ոչ թե շաքարը իր կյանքը մանուկներուն նվիրեց եւ իր կյանքը որ մանուկներուն նվիրեց։ Ուրեմն մենք տրամը խնայողությամբ պիտի կործածենք, իսկ արադությամբ պիտի շահարկենք։ Հիմա կանք ավետարանականներուն։ Աստվածաֆանը ասած է Ջոն Հագայ, ասմարտուն համակումարները մինչև այսօր գլա հավանաբար ողջ է, իր մեծ հայրը սուրիացի է, շատ նշանավոր ասացվածք ունի։ Շուշի գսավ եղբայրագո պեմին վրա արաբերեն խոսած ադենը հայտնի է, որ հայ ես։ Բայց ասավ անգլերենը քիչ մը ավելի լավ է։ Հիմա նախատասությունը անգլերենով ասեմ, վեճնալ հայերենով գսեմ։ Ջոն Հագայ ասած է, don't invest stones, invest souls։ Շատ աղոր հիսված է։ Քարերը մի շահարգեր, հոգիները շահարգե։ Քու ծառայության տրված տրամը քարին թող չեր տա, այլ մարդոց հոգիներուն։ Այսինքն տրամը չհարգե ծառայության, ծառաներու աճման եւ գարիկներուն, ավետարանչության, գիրակնորիային։ Տրամի միջոցով դակուկ սիրով օգնե եւ գարեկցիր ուրիշներուն եւ շահիր մարդը շինե մարդը քու ցերքի ժամանակավոր տրամով տրամը այնքանցն է որ երկինք չես կրնար դանել բայց տրամին բդուղը այնքանցն է որ քեզ մի առաջ երկինք կերտա եւ ոչ գաբագանի ու ոչ ալ գժանկոդի գխորիմ գարձիկս է Երբ Հիսուսի հանդիպիս երկնքի մեջ Հիսուս պիտի չսե թե որքան տրամ շահեցար այլ քեզի պիտի ասե տրամդ որքան բդուղ դվավ Եթե տրամ ունիս եւ բդուղ չունիս ուրեմն տուն տրամին ծառանես իսկ եթե տրամ չունիս եւ բդուղ ունիս ուրեմն տուն Հիսուսի դնդեսնես Ցեզի վարչական քախնիկ մասը Ընդանավես վարչական սեղանի վրա, երբ որ կումարը պիտի ծախսվի, երկու տեսություն կա, շատ է, քիչ է, սուղ է, արժան է։ Ես ալ երկու խումբեն կխաղայի, մենք աս խումբեն, մենք այն խումբեն։ Բայց վերջերս 10 սորվեցա։ Եթե Հիսուս կա, եւ մենք գսենք դեր Հիսուս, եղբայրակցության կասայի մեջ 1 միլիոն կա։ Հիսուս պիտի չէ աբրիս բարի ու ավադարիմ ծառա։ Բայց երբ որ Հիսուս վերադառնա եւ մենք կասայի մեջի 1 միլիոն Աստծո թակավորության համար կործածեր ենք, պիտի աբրիս բարի ու ավադարիմ ծառա։ Մենք երբեմն ուրախ ենք, որովհետեւ տրամը խնայած ենք։ Բայց մենք պետք է ուրախ լինենք եւ տրամը գշահարգենք։ Խոհեմությամբ։ Ճիշտ ժամանակին, ճիշտ կորձը հոգիներու շինության Եվ ոչ թե парքին, եւ ոչ թե քարին։ Նոր գդագարանի մեջ Աստուծո մարդերը նույնպես աղքատ էին, բայց հոգեվորապես հարուստ մերան։ Պետրոս Արաքյալ անոնց մեկն էր։ Գրեթե աղքատ էր։
բայց մեծ հոգևոր հարստություն ցկեց։ Իսկ ներկայիս շատ մահավատացյալներ նյութապես հարուստ են, բայց հոգևորապես աղքատ կմեռնեն։ Որքան փոխված է։ Երկրորդ եւ վերջին կետը։ Ժամանակի դնդեսությունը։ Հիսուս Հովանու 9:4-ի մեջ կսե, քանի ծորեկ է, պետք է որ զիս խրգողին կործերը կործեմ։ Քիշեր գուկա եւ մեկը չի գրնար կործել։ Հիսուս որ ծորեգին մասին գխոսեր։ Անշուշ կործը ծորեգը գլա։ Դեր Հիսուս ֆլեշ խոսք մսեմ էզի։ 2000 տարի առաջ 3 տրականություն չի գար։ Ամեն մարդ ծորեգը կկործեր։ Նոր նախատասություն մդուր։ Տերևս ոմանք այդպես ասին։ Բայց ես ցեզի գուզեմ ասել, Հիսուս աշխարհը շահեցավ, բայց ոչ տրամով։ Հիսուս աշխարհը շահեցավ, բայց ոչ տրամով։ Ժամանակը քեզի շնորհված դնդեսություն է, զորթուն պիտի շահարգես, շահելու այն ինչ որ տրամով չես կրնար շահարգել։ Քիչ առաջ խոսեցանք մեր տրամը շահարգել։ Բայց գարկմը շահարգույթ գա, որտուն այդ մեկը տրամով չես կրնար անել։ Եվ այդ շահարգույթը թուն գրնաս անել քեզի շնորհված ժամերովդ։ Հացի համար կործողը, հացի տրամ գշայի։ Աստծո թագավորության համար կործողը, Աստծո թագավորությունը գշայի։ Ինչ բաներու գահատկացնես քու ժամանակդ։ Կործը ժամանակի մեջ կիրականանա, բայց նպատակ ունեցիր։ Նպատակ ունեցողը միշտ կործալ ունի։ Կդած ես կյանքիդ նպատակը, ծառայությանդ նպատակը։ Եթե ոչ, քիչ հետ պիտի տեսնես, թե այդ մեկը ինչպես կրնաս գտնել։ Ինչպես դասավորած ես նախահերթություններդ։ Մենք միշտ առաջնահերթ եւ երկրորդական գործեր ունենք։ Ոմանք կխոսին առաջնահերթության մասին, լավ երկրորդական գործեր ալգան։ Օրինակ, հիմա դանդիգինին ասել լվացք մի են, ծառայությունով սպաղել։ Գսե ինչի մասին կխոսի սեղբայրագով։ Օրինակ։ Բայց ինչպես կտասավորենք։ Լավ ճանչնալու եւ հսկելու ես այն ընելիքներդ, զորս երբեք գործընծնելու չես։ Որովհետև նպատակը միշտ թշնամիալ ունի։ Օրինակ մը պիտի դամ, որ շատ օգտված եմ։ Մենք ոստեղ ունենք աբագի եշիշմը, ինչ որ պետք է լար այս մեկը ակվարիում, վարեն, վերեն ավելի բզիկ պետք է լար։ Եվ ես ոստեղ ունիմ աման մկարեր։ Հիմա ժամանակը ինչպես պիտի տասավորես։ Այս շիշը քու օրդ է, եւ այս օրվա մեջ քու կործերդ պիտի լեցնես։ Ամեն բանի առաջ ամենակարևորը նելիքդ պիտի ունես։ Ամենամեծ քարը պիտի տնես։ Երկրորդ, քիչ մը ավելի բզդիկը, թիվ 2 պիտի տնես։ Հետո ամենաբզդիկ քարերը պիտի տնես, որ վաղնալը լան է վնաս չունի։ Բայց երբ որ մեր կյանքի մեջ հագարակը կբադայի, մենք կուկանք առաջ բզդիկ քարերը կլեցնենք, երրորդական, չորրորդական կորձերը գնենք, արդուկ արտնանք, տելևիզիոնը գպանանք, վեճը տրացին կով գերտանք սուրճ կխմենք, ամենակարևորը նելիք մենց կորձին դեղ չի մնաց։ Աշճապ բարս, աշճապ հստակ։ Ասիկա ոչ թե հավատացյալներուն օրը համակումարի մկացինք շատ գեղեցիկ նախատասություն ուներ։ Front Line Leaders Conference։ Առաջին քիզի վրա գեցող առաջնորդներու համակումար։ Բեզի շատ բարձրացուցին։ Եվ ոնդեղ այս մեկը բացադրեցին։ Քիծիր քու
նախաբատվություններդ։ Ասեմ քեզի։ Երբեք Աստուծո ժամանակը մի գործընծներ։ Թիվ մեկն էլիք։ Եթե կյանքիդ մեջ նպատակ չունիս, չես կդաս նպատակդ, Աստուծո դված ժամանակիդ մեջն է, որ պիտի գտնես քո կյանքիդ նպատակը։ Թիվ 2. Լավագույն բարիքը զոր մարդու գնաս ընել, երբ անոր գուդաս սիրո ժամանակ։ Սիրո ժամանակ Աստուծո հետ եւ սիրո ժամանակ մարդոց։ Ասեմ ցեզի մեծ հաջողությունները փոքր ժամերու հյուսվածքով գիրականանան։ Ամենօրյա փոքր, բայց կարևոր աշխատանքներուդ արժեք դուր եւ զանոնք մի գործընծներ։ Փորձե օրական 40 ժամ դրամատրել որոշ ծրագիրների համար եւ ամեն օր ըրե մեկ ամիս վեճ դեպի դառնաս եւ տեսնես թե ինչեր ըրածես։ Երբեմն քարոզ պատրաստել այնքան դժվար գերևնա, այնքան մեծ գերևնա։ Ինչ կնենք, խաչերնից կանենք, կսկսենք։ Կամած։ Որ Ամերիկայի Մարի Քրոշտունը նստած է հոգնած գլխուցավ, տանսիոնս բարձր, քարոզի թուղթս բերի որ վերակաղնեմ երկրորդ օրը 5 շաբթի էր քարոզ բիտայի։ Քիշմսակի սեղվարին իշենք, թրքերեն խոսենք։ Սի Հակոբ Ալլահ խերունա վերը։ Մարի քույրսավ ինչ է Հակոբ, սի քարոզի թուղթես ես վախսա, ինչու սա, սի 13 էջ քարոզ պատրաստել մգլ Հակոբ։ Անշուշտ գրճադեցի։ Քիչ աշխատիր, յետքը պիտի տեսնես թե մենց աշխատանքի եւ կորզի դեր եղած ես։ Օրը ժամերդ քեզ մե պիտի առնվի։ Թող կուշահած ժամերդ քու մնայուն շահդ ըլլա։ Մարդ գծնի զերո գիտությամբ եւ կորձերով։ Սակայն օր կորձոնեությամբ կփարստրանա եւ կհասնի թեպի իր գադարին։ Մանուկը գծնի ոչ մեկ բան գիտե, ոչ մեկ բան կրնա անել։ Կամած գելլե իր գադարին։ Դեմը գուքա որ ինքը այլևս թոփ դվող մգլա։ Անգե յետքը գսկսի կամած վայրեջքը։ Օրոնվի տեսնեք որ եղբայր Ագոֆը ձերացեր է, կավազաննալ ցերկը, ցեզմե 3 կարորդ նարչիկա զորով պիտի կամ հոսպիտ նստին, բիցեմ փառք Աստուծո եկա։ Ոչ պիտի կրնամ քարոզել, ոչ պիտի կրնամ քարոզ պատրաստել։ Եվ գուքա օրը, որ ամեն կորձագը թատրի։ Օր մնագուկա բիցեն որ եղբայր Ագոֆը երկար գխոսեր, մերնել էս յետքը։ Հիմա գամիշտանսելու։ Ինչպես մենք կսենք Հովսեփ Կազանջանը շատ լավ պատմություն կպատմեր։ Այսօր արիտ է քեզի որ յետև դառնաս նայելու, թե ինչ կորձեր ըրած ես։ Մեկ հատ յետև դարձիր եւ կորձերուտ նայիր։ Նայիր այդ կորձերդ, որոնք մնայուն են։ Այսօր որոշե, թե ասկե յետքը ինչ գենթանի կորձեր պիտի անես։ Խուսափե մերած կորձեր են։ Անիմաստ, անբդուղ, բարապ կորձեր են խուսափիր։ Որովհետև ժամանակը այն ընթացքն է, որտուն չես կրնար գեցնել։ Ժամանակդ շահիր։ Մեկը չի կրնար ժամանակը գեցնել։ Ոմանք ընկերմ ունիմ որ Եվրոպային եկավ։ Եղբայր Ագոպսավ Եվրոպայի մեջ դուն վարսած եմ։ Էսի օտոյալ արած եմ, սի շնորհավորել եմ։ Մեկը դալսավ ռոմինգ փչիչային հերացային ունիմ։ Էսի ինչ լավ։ Բայց Հակոբսավ Տրամի հաշվիչ մեքինան ամեն օր աշխատի գոր։ Ես հալև եմ, բայց Գերմանիայի մեջ դուրքերս կքալե գոր։ Սա պետք է կորձիս վազեմ։ Ինչս էլ գուզեմ, ժամանակը կքալե գոր։ Ես եւ դու չենք կրնարգեցնել, ժամանակը չահիր։ Պողոս Արաքյալ գսե իմաստուններու պես ժամանակը ձախու արեք, ժամանակդ մի ձախեր։ Եթե գուզես անցիմը իմաստությունը ջանչնալ, նայիր թե իր ժամանակը ինչ բանի հատկացուցած է։ Տես մեկը։ Եթե գուզես գիտնալ որքան իմաստուն է, նայիր իր ժամանակը ինչի դված է։ Քու ժամերուտ նվիրումդ, քու նախաբադվությանդ մեկնաբանն են, անոնք կխոսին։ Եվ վերջացուցի սիրելիներ։ Մարդոց շահը համահավասար չէ։ Ամեն մարդ շահ ունի։
բայց մարդոց ժամերը համահավասար է։ Ամենամենս գիտնականնալ, ամենարամիկ անց մնալ, օրը 24 ժամ ունի։ Բոլորին օրը 24 ժամ են։ Ոմանք կսեն, եթե Թրամ շահիմ, Աստուծո պիտի դամ։ Ես հիմա քեզի գսեմ, եթե հիմա ժամերդ Աստուծո չես տար, վաղվան օրը շահած Թրամը դալ Աստուծո չես կրնար դալ։ Մենք բոլորս 24 ժամ ունենք։ Ասիկա աշխարհի մեծ արդարություններն մեկն է։ Դուր ժամերդ Աստուծո։ Ժամերուդ կորզածությունը քու պատասխանատվությունը դե։ Հիսուսը ասավ, «Կացեք, կորձեցեք այն գերագուրին համար, որ հավիտյան կմնա»։ Ժամերը ժամանակավորին մի հատկացներ, այլ հավիտենականին։ Հավիտենականությունը այն կյանքն է, որ հոն ժամանակը գեցած է։ Եթե ինձի ասեք եղբայրագոբ ինձի հավիտենականությունը բացատրեց, ես պիտի չի ասեմ, թե հավիտենականությունը հազարավոր տարեր են։ Քեզի պիտի ասեմ, թե հավիտենականությունը Աստուծո ներկայության մեջ է, որուն ժամանակը գեցած է։ Չի քալեր, չանցնիր, չի մտնար, չի վերջանար, ամսեկուլուխ չի կար, ժամայցուց չի գա։ Ինչու հավիտենական է։ Սակայն հոս կպատրաստես այն ինչ, որ հոն հավիտենականության մեջ չի փոխվիր։ Հավիտենական հարստությունը ժամանակավոր աշխարհի մեջ կշահվի եւ կպատրաստվի։ Հոն աշխատանքի վայր չէ։ Հոս է աշխատանքի վայրը։ Վնասած Թրամիդ եւ ժամերուդ համար մի ողբար, որովհետեւ անօգուտ են։ Այսօր վնասած Թրամդ եւ ժամերդ թողքու նոր հաջողությանդ հիմնակարը ըլլա։ Ինչ բան վնասեցիր, ժամանակդ ինչպես գործունեությունցիր, հոն ուր, թողանիկա քեզի համար հիմնակարը ըլլա, եւ անոր վրա գառուցե նորը։ Սորվեք ու վնասներդ եւ Բողոս Արաքյալի պես յետևի եղածները մորցիր եւ վազե թեբի նվադակ եւ քուշահդ մնայուն ու հաստատուն պիտի ելա։ Տերը ցես բոլորդ արադավես օրհնե։ Խոնարհեցնենք մեր գլուխները սիրելիներ աղոթքի համար։ Տեր Հիսուս քեզի փառք կտանք, որ դու մեզի դնդեսությունը վստահած ես։ Փառք կտանք Տեր Հիսուս, որ դու մեզի կարելիություն կտաս, անիրավ մամոնայի կորզածությամբ քեզ շահելու։ Եվ շնորհակալ ենք Տեր, որ դու մեզի ժամեր կտաս, որովհետեւ մենք այդ ժամերը գրգին անգամ քեզի նվիրենք։ Տեր, որովհետեւ դու արժանի ես, ամեն բան քու գտե եւ քեզ մե է եւ քեզի համար է։ Հիսուսի անունով Տեր գաղութեմ այս պահուն, որ կաս եւ Տեր քու ժողովուրդդ օրհնես։ Այս պահուն գաղութեմ, որ Տեր քու Սուրբ Հոգիից զորությամբ քու ժողովուրդիդ դնդեսության հոգիով լեցնես, իմաստությամբ եւ հավատարմությամբ։ Բահեմ ես դեր փորձութենեն, բահեմ ես դեր անցնասիրութենեն, բահեմ ես դեր փարասիրութենեն, Տեր Հիսուս գաղաչենք բահեմ եզի արձածսիրութենեն, բահեմ եզի Տեր Հիսուս հաջոյասիրութենեն, որպեսի չլատ է մեր ժամերը հաջույքին դանք, այլ Տեր Հիսուս գաղութեմ, որ մեր կյանքերը, մեր քայլերը, մեր նպատակները թեպի քու անցիդ առաջնորդ է։ Այսօր Տեր Հիսուս մենք քեզի գտարնանք, օգնե մեզի Տեր Հիսուս, որ մենք քեզ շահենք, քու ուսուցումդ, քու կյանքդ, քու հոգիդ եւ քու հոգիդ բդուղը ու բարգեւները։ Օրհնե քու ժողովուրդդ այս շաբաթ։ Գաղութեմ Տեր Հիսուս որ այս շաբթվա ընթացքին իրենց հաջող եւ շահապեր, շահարգույթ մտաս, զորացնես իրենց,
Դու նորինե իրենց կյանքը եւ օգնե դեր որ իրենց ժամերը չգործվին եւ ոչ ալտրամը։ Աշնորհ կրեդեր որ այդ բոլորը քու փառքիդ եւ քու թակավորությանդ համար գործածվի։ Որուն դեր Հիսուս քու ծարատ եւ քու ժողովուրդը խիստ պետք։ Հիսուսի անունով գաղութենք դեր որ այս օրերուն դու մեզ չարեն, գրագեն, հրտիրներեն, մարդոց նենքություններեն, մարդոց ամփարշտութենեն բահես։ Մեր եգրին քու խաղաղությունը տաս։ Մեր սրբազան հոր վերին իմաստություն, հոգի զորություն դաս քու հոդդ առաջնորդելու ապահովությամբ տեւի քու անցիդ։ Մեր մանուկները, մեր երդասարտները, մեր գիները եւ մեր ամուսինները եւ բոլորին աշխատանքը այս օրերուն դու պահես եւ օրհնես։ Հիսուսի անունով խնդրեցինք այս բարիքները։ Շնորհեմ ես եկնավոր Սուրբ Հայրս։ Ամեն։